Քաղաքացիական պայմանագրում ներքին քվեարկության առաջին օրն է վարչապետն ու թիմակիցները ընտրում են հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններում կուսակցության վարչապետի թեկնածուին եւ որոշում ընտրական ցուցակի առաջին 50 հորիզոնականի դասավորությունը։ Դուք վաղուց պետք է բոյկոտեք։ Կատակում է վարչապետը իր ընտրությունը կատարելուց առաջ լրագրողներին առաջարկում, եթե շփվել, ապա off the record առանց տեսախցիկների։ Շաբաթը 2-3 հատ բրիֆինգ տալը դրան բանակում։ Վարչապետի առանց տեսախցիկների լրագրողների հետ զրույցից առաջ ու հետո հարցերին պատասխանում են կուսակցության տարբեր անդամներ։ Իրական թե կուսակցական է խաղաղությունը ԱԺ փոխնախագահային ուղղված հարցերից է։ Կուսակցական խաղաղություն չենք բերել ենք իրական խաղաղություն։ Եթե տեսականորեն իշխանության գա այլ ուժ, որը շարունակի այս քաղաքականությունը, պատերազմի վտանգ չի լինի մեկը, որտեղ պատերազմի եւ խաղաղության երկընտրանքը ոչ թե ՔՊ-ից է կախված, այլ ՔՊ-ի վարած քաղաքականությունից։ Եթե ուրիշ ուժեր այդ նույն քաղաքականությունը խոստանար վարեր, մենք չենք ասի պատերազմի վտանգ կա։ Խնդիրներն է, բայց որ այն քաղաքական ուժերը ընդդիմադիր, որոնք հավակնում են իշխանության, իրանք դրան 180 աստիճանով հակասող քաղաքականություն են ուզում վարել։ Այդ մարդիկ ասում են, մենք գալու ենք, հրաժարվելու ենք Արմաթայի հռչակագրով միմյանց տարածքային ամբողջականություն ճանաչելուց, հրաժարվելու ենք սահմանազատման գործընթացի հիմքից, հրաժարվելու ենք ապաշրջափակման գործընթացի սկզբունքներից եւ շարունակելու ենք Ղարաբաղյան շարժումը, հասկանում եք։ Ես չեմ ասում իրանք գալու են հայտարարեն, ես ասում եմ իրանք գալու են եւ անեն։ Մեր ժամանակ խաղաղություն չկար, մենք եկել ենք իշխանության գոյություն ունեցող հակամարտության պայմաններում։ Հիմա հակամարտությունն ավարտված է, այդ մարդիկ ասում են ժողովուրդ, ոչ, այդ հակամարտությունը չպետք է ավարտվի։ Ինչպես հավատալ հակամարտության ավարտին, եթե խաղաղության հռչակագիրը դեռ միայն նախաստորագրված է։ Ռուբինյանը հորդորում է գնալ սահմանամերձ գյուղեր։ Եվ լսեք, կրակոցի ձայն կլսեք, թե չէ։ Գնացեք Գերեզման, նայեք 18-ամյա երիտասարդի դագաղ կա, որին թաղում են, թե չէ։ Զանգեք ձեր բարեկամներին, ասեք, որոնք ծառայում են բանակում, զանգեք, ասեք վերջին անգամ երբ եք կրակոցի տակ ընկել։ Զանգեք տարբեր մարդկանց, ասեք, երբ վերջին անգամ ձեր 18-ամյա որդին, թոռը, եղբայրը երբ է սպանվել հակառակորդի կրակոցից։ Հակամարտության ավարտը ինքը բան չի, էլի, ինչ որ անորսալի բան չի, այդ հակամարտությունը կամ չկա։ Օրինակ 1995 թվականից մինչև 2017 թվականը, գիտեք հակառակորդի կրակոցից առաջնագծում քանի զինվոր է սպանվել։ 490։ Իսկ 2024 թվականի փետրվարից մինչև այսօր ինչի՞ եմ այս երկու ժամանակատվածը համեմատում, չէ՞, որովհետև ընդդիմադիրները ասում են մեր ժամանակ խաղաղություն էր, իսկ հիմա այս խաղաղություն չի։ Հիմա այդ իրանց մեր ժամանակ խաղաղություն տարիներին 490 զինվոր է սպանվել, այս 24-ի փետրվարից սկսած, երբ որ խաղաղություն չի, 0 զինվոր է սպանվել։ Այդ է հակամարտության ավարտը։ Ազգային ժողովի նախագահից մինչև վարչապետի աշխատակազմի ղեկավար բոլորին ուղղված հիմնական հարցերից մեկն էլ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ նախորդ օրը տեղի ունեցած միջադեպներ, որի ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ։ Գիտեմ որտեղից է ուղղորդված, այսինքն գալ որդեկորույստ անհայտ կորածների, ծնողների, բարեկամների մեջ խառնվել եւ քաղաքական նպատակ հետապնդել, գալ հեռախոսը միացնել եւ հեռախոսի ու նույն տեղից հեռուղիղ եթերով Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահային սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել, բանա, ես այդ ոնց է ստացվում, ես քաղաքացի չեմ, ես կարծում եմ, որ 2 կամ 3 սուբյեկտ կա, որ կարա դրա պատասխանը տա։ Դա առաջին իրավապահ մարմիններն են։ Եթե իրավապահ մարմինները գտնեն, որ իմ գործողության մեջ ինչ-որ բան կա, ես վստահ եմ իրանք կգործեն։ Եթե գտնեն այն կողմի մարդկանց գործողությունների մեջ ինչ-որ բան կա, արձագանքեն։ Երկրորդ սուբյեկտը դա Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ Իրանք ես 3 շատ շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր որ աջակցության խոսքեր էին գրել ինձ, իմ նկատմամբ այդ հարձակումից հետո ես կարծում եմ, որ նույնիսկ ընդդիմադիր ամենածայրահեղ ընդդիմադիր կայքերի մեկնաբանությունների մեջ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր գնահատականը տվել է եւ երրորդ սուբյեկտը դա արդեն իմ կուսակցությունն է, եթե իմ կուսակցությունը կգտնի որ չէ, չի քննարկվել
Ալեն Սիմոնյանն էլ թիմակիցներն էլ վստահ են, սա դրանք է եղել, քանի որ միջադեպի մասնակիցները պարզապես քաղաքացիներ չէին։ Միքայել Մարգարյանը ակտիվիստ է, Արսեն Վարդանյանը համահայկական ճակատ կուսակցության անդամ, այսինքն քաղաքական գործիչ։ Երկուսն էլ ձերբակալվել էին, ապա ազատ արձակվել։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը կուսակցության վարչությունում հարցը քննարկելու օրակարգ չի տեսնում։ Ես համաձայն եմ, որ պաշտոնյաներս պիտի լինենք ավելի հանդուրժող, պիտի լինենք ավելի զուսպ, դա մեր հանրային պարտավորությունն է, բայց ես ուզում եմ նաև, որ դուք չմոռանաք, որ պաշտոնյաները մարդիկ են, ովքեր եւս ունեն իրավունքներ եւ ունեն արժանապատվություն։ Եվ մասնավորապես, երբ որ որոշ քաղաքական շրջանակներ, քաղաքական ակտիվիստներ հղում անելով պաշտոնյաների զսպվածության պարտավորությանը խախտում են մարդու արժանապատվության հիմնարար նորմերը, հարձակվում են մարդկանց վրա, հայհոյում են, սեռական հայհոյանքներ են տալիս, դրանով սադրելով մարդուն դնում են մի այնպիսի իրավիճակի մեջ, որ նա ստիպված է պաշտպանվել եւ պաշտպանել իր արժանապատվությունը, հետո պետք չի գալ եւ ասել, բայց դուք պաշտոնյաները պետք է լինեք, այո, համաձայն եմ, որ պաշտոնյաները պետք է լինեն զուսպ, բայց անկախ մարդու կարգավիճակից Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է հարգի սահմանադրության նորմը, այն է մարդու արժանապատվության իրավունքը։ Քննչական կոմիտեից լուրերին տեղեկացրել են ոստիկանությունից հաղորդում է ստացվել, որ Միքայել Մարգարյանը տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով ուղիղ եթերով 2026 թվականի մարտի 26-ին Երևանի Դեմիրճյան փողոցում իրականացրել է խուլիգանական գործողություններ, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից եւ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարական վերաբերմունք դրսեւորելով հայոյանք եւ անպարկեշտ արտահայտությունները հնչեցրել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, քրեական օրենսգրքի տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը հոդվածով։ Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այդ միջադեպի ընթացքում անհետ կորած զինծառայողների հարազատներն էին տարածքում։ Ազգային ժողովի նախագահը նրանց հետ մինչ միջադեպը կարճ զրույցեր ունեցել։ Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասում է, անհետ կորած զինծառայողների ծնողների հետ կանոնավոր կապ կա։ Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների հետ կապված ամենօրյա աշխատանք է տեղի ունենում եւ մենք տեսնում ենք, որ վերադառնում են ոչ մեր ուզած ձևով, ոչ մեր ուզած ժամանակին, ոչ մեր ուզած քանակով, բայց մենք աշխատում ենք դրա ուղղությամբ եւ խաղաղությունն ամրացնում ենք, որ ել ավելի հեշտ լուծվեն նման խնդիրները, որովհետեւ նաեւ անհետ կորածների հետ կապված հարցերը ավելի հեշտ է քննարկել եւ հողի վրա աշխատանք իրականացնել, երբ որ կա խաղաղություն։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ մյուս թիմակիցներն էլ վստահ են, եթե իրենց նախաձեռնած նոր սահմանադրությունը դրվի հանրաքվեի, առաջին իսկ փորձից հաջողելու են, այն ընդունվելու է։ Մյուս տարբերակները չեն էլ քննարկել։ Կարծում եմ, որ եւ վարչապետին եւ քաղաքական թիմին կհաջողվի առաջիկա քարոզարշավի ժամանակ նաև մեր հանրությանը հասցնել, բացատրել եւ հանրության հետ միասնական դիրքորոշման գալ հանրաքվեի կարևորության եւ դրա ընդունման վերաբերյալ։ Ընդգծում է այդ փոփոխությունը Հայաստանին է պետք, որ Հայաստանի Հանրապետությունը չունենա կոնֆլիկտ։ Վերադառնալով օրվա իրադարձությանը, մինչև ընթանում էր քաղաքացիական պայմանագրի ընտրական ցուցակի ձևավորման ընտրությունը, կուսակցության նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը մանրամասնում է ինչն ու ինչպես է։ Հիմա այս պահին փաստացի մեր պատվիրակները ընտրում են դասավորվածությունը։ Փաստացի 50 հոգուց 30 հոգու ընտրելով իրենց քվենտալով կազմում են այդ 50 հոգու առաջին փուլը հաղթահարած 50 հոգու դասավորվածությունը եւ նաեւ ընտրում են վարչապետի տեխնացու քվեաթերթիկի ներքևի հատվածում իրենց ընտրած 30-ի մեջ։ Դրանից հետո արդեն նախ էլի կարող անհրաժեշտություն լինի, որպեսզի քվոտայով համապատասխանեցվի ցուցակը, ու հետո արդեն այդ ամբողջությամբ ստուգված համապատասխանեցված ցուցակը ներկայացվելու է կուսակցության ապրիլի 4-ին կայանալիք համաժողովի հաստատմանը։ Ընտրությունը շարունակվելու է նաև վաղը 10-ից մինչև 20-ը, Ալեքսանյանն ընդգծում է։ Կուսակցության ներսում վարչապետի տեխնացուի հարցում մրցակցություն չկա։ Միակ ֆավորիտը Նիկոլ Փաշինյանն է։ Անդրադառնալով ընդդիմադիր ուժերին, ընդգծում է, խուսափում են բանավեճերից։ Ասեմ, որ երեք էլ բանավեճի հրավեր ստացանք հանրային հեռուստաընկերությունից, նաև այդ թվում Ուժեղ Հայաստան ու Հայաստան Դաշինք կուսակցությունների հետ, ու երկուսն էլ փախան էլի բանավեճից, որտեղ իրանք վախկոտ փախչողներ են։ Իրինա Մկրտչյան, Մերի Խաչատրյան, Դավիթ Մաշկալյան, լուրեր։